Այսօր մեզ Աստղիկին ու ինձ ևս մեկ անգամ հնարավորություն է ընձեռվել բարելու Շիրակացու օրեր փառատոնի բացման հնարավորությունը։ Փառատոնն այս տարի նվիրվում է ճեմարանի հիմնադրման 40 և մեր կրթօջախը մեծն Անանիա Շիրակացու անունով կոչելու 35-ամյակներին։ Այս տարի փառատոնը ևս նշանավորվում է հոբելյանական նշանաբանով, որը հնչում է այսպես. դեպի լուսասփյուռ ապագա հավատարիմ արժեքներին։ Այսօր գրքի շնորհանդես է, որտեղ ավարտվում է ասֆալտը։ Գրքի հերոսը Ճեմարանն է, Ճեմարանի տնօրենն է։ Սա սովորական գիրք չէ, երբ դուք կարդաք, կհամոզվեք դրանում։ Ճեմարանականներ և հարգելի հյուրեր։ Բարի երեկո և բարի գալուստ Շիրակացու ճեմարան միջազգային գիտակրթական համալիրի 40-ամյակին նվիրված հանդիսավոր երեկույթին։ Փառատոնի կարգախոսը Շիրակացու օրեր փառատոն, լավագույն ավանդույթները վերականգնելու և վերաիմաստավորելու, հետազոտական և ստեղծարար մտքի արդյունքը, ճեմարանական արժեքները ամրագրելու աննախադեպ հնարավորություն ներկայի և ապագայի համար։ Նպատակը 2025-26 ուստարում մանկավարժական և աշակերտական համայնքի հետազոտության համագործակցությունների և գյուտերի մեկնարկը։ Հիմնական խնդիրը նշող բայը հետազոտել։ Հովհաննես, պատկերացրու, որ դու Անանիա Շիրակացին ես։ Ինչ կասեիք մեզ ճեմարանի սաներից։ Կարծում եմ Անանիա Շիրակացին կասեր հետևյալը. Բարի օր սիրելի զավակներս, իմ անունը կրող ճեմարանի սիասուն բալիկներս։ Շնորհակալ եմ, որ ինձ չեք մոռանում, որ կարդում եք իմ երկնած գրքերը, հավատում եք ինձ և հետևում եք իմ պատգամներին։ Ես ևս ժամանակին հետևել եմ մեր ազգի մեծերին, առաջին հերթին Մեսրոպ Մաշտոցին և կատարում եմ նրա կամքը, որ արձանագրված է հայերեն տառերով գրված առաջին թարգմանված նախադասությամբ։ Ճանաչել իմաստություն և վսխրատ, իմանալ զբանս հանճարով։
Անանյա Շիրակացին գրում է. Եվ հույժ կարոտելով համարողության արվեստին խորհեցի, թե առանց թվերի ոչինչ չի հիմնավորվում, այն մայր համարելով բոլոր գիտությունների։ Այժմ մենք հրավիրում Արորդ Նարեկ Ազարյանին։ Առանց թվերի աշխարհը կլիներ բավական դժգույն և տգեղ։ Սակայն նշենք, որ մաթեմատիկան միայն թվերի և բանաձևերի համակարգ չէ, այս գիտությունը ունի գեղագիտական մեծ նշանակություն։ Եվ հենց գեղեցիկը բացահայտելու համար է, որ երկար տարիներ ես իմ գիտական հետազոտությունը նվիրեցի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում գեղագիտական արժեքների ձևավորման հարցին։ Ես մտածում եմ, որ մարդը դեռևս աշակերտական նստարանից սկսած պետք է կարողանա տեսնել, զգալ, հասկանալ մաթեմատիկայի գեղեցկությունը։ Եվ եթե մենք սա տեսնում ենք, ապա մեր առջև բացվում է մաթեմատիկայի շքեղագույն աշխարհը։ Իմ գիտական պատկերացումները եւ դասավանդման փորձը, որի մեծ մասը անցել է Շիրակացու ջեմարանում, իրենց արտացոլումն են գտել երկրաչափության 8-րդ եւ 9-րդ դասարանի հետեւյալ դասագրքերում։ Այստեղ ներդրված է ինչպես ջեմարանի կրթական մոտեցումները, նաև դասագիրքն ունի առանձնահատկություն, դասագրքերը տարբերվում են նրանով, որ բացի ավանդական խնդիրների համակարգից և տեսական նյութից, այս դասագրքերի բովանդակությունը ուղղված է սովորողների կարողունակությունների ձևավորման զարգացման գործին։ Եվ եթե մաթեմատիկայի լեզվով ասենք, կարողունակությունը հավասար է գիտելիքի, հմտության, սովորողի անձնային որակների և արժեքների գումարի։ Ես շնորհակալ եմ մեծն ուսուցչապետին, փառատոնի բացման արարողությանը ինձ խոսքի իրավունք տալու, իմ դասագրքերը ներկայացնելու և մաթեմատիկայի որպես գեղեցկագույն գիտություն մաթեմատիկայի մասին խոսելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Արորդ Ազարյան։ Իդեպ մեր ուսուցչուհին վերջերս է գիտական թեզ պաշտպանել և ստացել է գիտական գիտությունների թեկնածուի կոչում։ Հետևաբար Անանյա Շիրակացին նաև կասեր. Ես հպարտ եմ, որ ջեմարանում առաջնայինը հետազոտական որոնողական աշխատանքն է։ Հետազոտում են թե ուսուցիչները, թե աշակերտները։ Եկեք մեկ անգամ էլ հիշենք հետազոտել բառի ստուգաբանություն ըստ նշանավոր լեզվաբան Հրաչյա Աջարյանին, որը իդեպ ապրել և ստեղծագործել է Շիրակացուց 13 դար հետո։ Հետազոտել կազմության բարդ բառ, կազմված է հետ և զոտ արմատներից։ Հետը առաջին իմաստով նշանակում է ոտք, երկրորդով ոտքը դրած տեղի նշան, հետք, երրորդ իմաստով ճանապարհ, օրինակ, նմանություն, չորրորդով հետևից, իսկ հինգերորդ իմաստով միասին և միատեղ։ Զոտ նշանակում է քննություն, պրպտում։ Այսինքն մենք ջեմարանում միասին, միատեղ քննում, որոնում, պրպտում ենք և լուծումներ գտնում։ Այժմ լսենք հիանալի դաշնակմուրային կատարում մեր 605 խմբի Սան Սեդլանի կողմից։
Հիմա 10-րդ դասարանից Մանե Ղազարյանը և Գայա Բոյաջյանը հագիշ կներկայացնեն իրենց հետազոտությունները, որոնց արդյունքներին մենք ականատես կլինենք գարնան։ Բոլորին, ես Մանեն եմ։ Մի քանի ամիս առաջ ես նկատեցի, որ մարդիկ, հատկապես դեռահասները, տեղեկացված չեն մեր աշխարհում շատ կարևոր թեմաների մասին, ինչպես օրինակ քաղցկեղը, եւ դա ինձ հասցրեց ոնց որ ինչու, եւ ես հասկացա մի փոքր հետազոտություն անելով, որ շատ հաճախ ինֆորմացիան ներկայացված է լինում անհասկանալի եւ անհետաքրքիր կերպով։ Այսպես ես ընտրեցի մեր աշխարհում կարևոր 10 թեմաները եւ դրանց մասին սարքեցի գիրք, էջանշաններ, ինչպես նաեւ կպչուն պիտակներ, որոնք արդեն պատրաստ են եւ Instagram-յան հարթակ, որտեղ շարունակում եմ տեղադրել տեսահոլովակներ։ Շնորհակալություն։ Իմ միտքը առաջացավ էներգիայի արդյունավետ օգտագործման եւ ֆիզիկական ակտիվության պակասի խնդրից։ Ես հետազոտեցի եւ փորձեցի ստանալ մի հեծանիվ, որի ոտնակները շարժելիս կկարողանանք ստանալ էլեկտրական էներգիա եւ հետազոտեցի թե ինչպես կարելի է հեծանիվի մեխանիկական շարժումից ստանալ էլեկտրական էներգիա։ Արդյունքում հասկացա, որ կարող եմ ստեղծել մի հեծանիվ, որը համ դպրոցին կնպաստի եւ սարքերը կլիցքավորի։ Շնորհակալություն մեր սաներին։ Շիրակացին նույն ժանադրությամբ զբաղվել է նաև աշխարհագրության և պատմության հարցերով։ Ինձ թվում է բոլորս էլ գիտենք ինչ մեծ տեղ ունի պատմությունը մեր ճեմարանում։ Ավելի լավ է լսենք նորօրյա պատմաբանին, ճեմարանի ուսուցիչ, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Կեսայանին։ Բարև, շնորհակալություն շատ այս հնարավորության համար։ Նախ կուզենայի շնորհակալություն հայտնել մեր մեծ ուսուցիչներին, իհարկե չարքում հայվանանյա շիրակացուն, ով դեռևս հազարամյակներ առաջ արժևորեց հայրենաճանաչողությունը, պատմության հետազոտումը, պատմական դասերի իմացությունը։ Նրա խորենացու, պատմայի խորենացու կազմած աշխարհացույցը մինչև այսօր մեր համար ծառայում որպես ուղեցույց հայրենիքի սահմանները ճանաչելու իմանալու համար։ Նրանց թողած ավաններից ոգևորված ես էլ որոշեցի դառնալ պատմաբան, Բարձրակին կրթություն ստանալուց հետո շարունակեցի ասպիրանտական հետազոտությունը, իսկ անհետև պաշտպանեցի արտոնախոսությունը եւ ստացա պատմական գիտությունների տեխնատորի գիտական աստիճանը։ Շարունակելով հետազոտական աշխատանքները, անցած տարի 2020 թվականի ընթացքում մի շարք պատմաբան գործընկերների հետ հեղինակեցինք նոր հայոց պատմության դասագիրքը, որը 9-րդ դասանի դասագիրքը, որը նվիրված է ցեղասպանությունից մինչև մեր օրեր ընկած ժամանակաշրջանի դասագրքում կոնկրետ բաժինը ցեղասպանությունն է, հայերի մեծագույն ողբերգությունը, որ ապրեցին 20-րդ դարի սկզբին։ Իհարկե, այդ ողբերգությունը շարունակվեց նոր պետականության վերընձյուղմամբ, Հայաստանի առաջին հանրապետության կայացմամբ, որն էլ հաջորդեցին հաջորդ երկու հանրապետությունները, Խորհրդային Հայաստանը եւ Հայաստանի երրորդ հանրապետությունները։ Հուսով եմ, որ դասագիրքը կնպաստի, որպեսզի մենք կարողանանք հասկանալ մեր պետականության շրջանում ունեցած ձեռքբերումները, արժևորել դրան, ինչպես նաև հասկանալ փաստորումները, հասկանալ դրանց պատճառները եւ վստահ եմ, որ այն կօգնի ձևավորելու նոր առաջնորդների, որոնք կառաջնորդեն մեր պետությանն ու հասարակությանը ել ավելի նոր ու բարձր հանդեպանի։ Շնորհակալություն շատ, այս հնարավորություն։ Շնորհակալություն պարոն Կեսայան։ Ուրեմն հիմա 601 խմբի Սան Վարդանյան Էլինան կկատարի մեզ համար հայրենասիրական երգ։ Oh,
Իսկ այժմ ձայնը տանք մեր կրտսեր ընկերներին և տեսնենք, թե ինչ հետազոտություններ են արել 5-րդ և 6-րդ դասարանցիները։ Ես շատ եմ սիրում այն դասերը, որտեղ տարբեր առարկաներ միասին են մնում։ Օրինակ, աշխարհ արվեստագետի աչքերով ծրագրում արվեստի և ռուսաց լեզվի դասերը փոխկապակցում և լրացնում էին իրար։ Արվեստի դասերին մենք ուսումնասիրում ենք կերպարվեստի հիմնական ժանրերը՝ դիմանկար, բնանկար և նատյուրմորտ։ Ծանոթանում ենք տարբեր նկարիչների ստեղծագործություններին, վերլուծում դրանք և սովորում աշխատել տարբեր նյութերով և տեխնիկաներով։ Ռուսաց լեզվի դասերին մենք նույն թեման ուսումնասիրում ենք լեզվական տեսանկյունից, ծանոթանում ենք հայ և ռուս նկարիչների աշխատանքներին, զարգացնում ենք խոսքը, սովորում ենք ներկայացնել նկարները։ Երբ թեման ավարտեցինք, մենք այցելեցինք թիվ 164 դպրոցը, որտեղ մեր հասակակիցներին պատմեցինք, թե ինչ եք սովորել, ոնց ենք աշխատել և ինչ հմտություններն ենք ձեռք բերել։ Մենք նախադասությամբ եթե ամփոփենք, ապա հետազոտում ենք, որի ընթացքում գիտելիք ենք ձեռք բերում, սովորում ենք մտածել, ստեղծագործել, վերջում ծառայել համայնքին։ Մենք իմ հայրենիք և մայրենի միջառակայական թեմայի ընթացքում ուսումնասիրել ենք առակները։ Մայրենի ընթացքում սովորել ենք շատ առակագիրների առակներ, իսկ իմ հայրենիքի ընթացքում աստվածաշնչյան առակներ։ Վերջում մենք բոլորս գրեցինք առակներ
Իսկ վերջում, որոնք ընտրվեցին, ներկայացվեցի սկզբում մեր ընկերներին, իսկ հետո նաև մեր ծնողներին և սիրելի ուսուցիչներին։ Շնորհակալություն մերսաներին։ Իսկ հիմա խնդրենք անգլերենի ուսուցիչ, անհատական աշխատանքների համակարգող Էմմա Ռեյվազյանին ներկայացնել իր հեղինակած դասագրքերը։ Հետևելով մեծ շիրակացում, ինչպես նաև մյուս մեծերին, նախ հետազոտվել, ապա համահեղինակել եմ հանրակրթական դպրոցների 3-րդ և 4-րդ դասարանների դասագրքերը։ Հիմնվելով ճեմարանում ձեռբերած սեփական փորձի հետազոտության, հաջողությունների, դժվարությունների վերլուծության վրա։ Դասագրքերի կարևորությունը կայանում է նրանում, որ դրանք զարգացնում են երեխաների հաղորդակցական, ստեղծարար, քննադատական միտքը։ Յուրաքանչյուր թեմա բաղկացած է մի քանի բաժիններից և այդ բաժինների ուսումնասիրության ընթացքում երեխաները կենտրոնանում են գլխավոր գաղափարի թեմայի հասկացության վրա։ Բաժինները բաղկացած են ունկնդրման, ընթերցանության, անդրադարձի կետերից։ Շատ կարևոր տեղ ունի նաև նախագծային ուսուցումը, յուրաքանչյուր թեմայի ավարտին երեխաները ստեղծում են վերջնարդյունք, օրինակ պաստառ, եղանակային քարտեզ։ Թեմաների շրջանակում երեխաները ճամփորդում են տարբեր երկրներով, ուսումնասիրում այդ երկրների մասին և իհարկե հետազոտում իրենց սեփական երկիրը։ Իսկ կարևոր է նաև նշել, որ դասագրքերի ձայնագրման ու կնդրման ձայնագրման առաջադրանքները կատարել են ճեմարանի սաները 10-ից 12-րդ դասարանի և արդյունքում ստացել են վկայագրեր մանմար հրատարակչության կողմից։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Ռեյվազյան։ Իսկ այժմ իր բարով մեզ ուրախացնի մեր 71 խմբի սամբողներից մեկը։
Շնորհակալ եմ, ապրիլյան։ Ասպիկ, հիմա էլ պատկերացրու, որ Անանյա Շիրակացին մեր կողքին է կամ դահլիճում նստած, քո կարծիքով, ինչ կասեր նա մեզ։ Շիրակացին կասեր, հիացած և տպավորված եմ։ Երախտապարտ եմ, որ շարունակում եք իմ գործը, հետազոտում եք, գիտելիք եք ձեռք բերում, զարգացում եք ձեր կարողությունները, ստեղծագործում եք և ծառայում համայնքին, մեր երկրին։ Կեցեք։ Շնորհակալություն։ Ինչպես նկատեցիք, միջին դպրոցն էր հիմնականում այն պատճառով, որովհետև ավագ դպրոցը պետք է լինի հաջորդի։ Այսինքն ավագ դպրոցի հետազոտական աշխատանքները այսօր դուք ներկայացնելու եք և լսելու եք։ Այդ իսկ պատճառով մենք այստեղ դեմահարդակը հիմնականում տրամադրեցինք միջին դպրոցին։ Եկեք մի անգամ էլ ծափահարենք միջին դպրոցին։ Շատ լավ հետազոտում են, այլ եկեղեցին պարում են, երգում են և նվագում են։ Կեցեք բանիկներ։ Այժմ ես խնդրում եմ բեմ բարձրանան հետևյալ մարդիկ։ Նախ և առաջ մեր ուսուցչուհին Անի Մկրտումյան, դիպլոմային ծրագրից խնդրում եմ Արեն Սարգսյան, հեղինակային ծրագրից ես հրավիրում եմ ամենաբարձր առաջադիմություն ունեցող հետևյալ ուսանուհիներին. Լիկա Ինա Սարգսյան, Լիկա Խաչատրյան, Գայանե Հարությունյան, Մանե Ստեփանյան և միջին դպրոցից Տափև Պետրոսյան, ամենքին։ Ծափահարենք մեր ուսանողներին, ավելի ջեր և ավելի ուղր։ Հիմա ես խնդրում եմ, որ օրիորդ Անին և Արենը մոտենան դրոշին, բարձրացնելու համար դրոշը, համեցեք։ Արեն ջան։
Շիրակացու օրեր հարատոնը հայտարարում ենք բացված։ Group for Project-ը համագործակցային միջդիսցիպլինար գիտական նախագիծ է, որը միավորում է Միության բակալավրիատի Group for առարկաները, դիզայնի տեխնոլոգիաներ, համակարգչային գիտություններ, ֆիզիկա, կենսաբանություն և քիմիա։ Նախագծի ընթացքում ուսումնասիրում ենք մեր շրջակա միջավայրը և փորձում հասկանալ ինչպես են շրջակա աշխարհի մի շարք գործոններ, ներառյալությունը, ջերմաստիճանը և լույսը անդրադառնում մի շարք գործընթացների վրա։ Ծավալվելով բնական համակարգերից, տեխնոլոգիական լուծումներից, մարդկանցից և նյութերից։ Աշխատանք իրականացրել ենք թիմերով։ Վերլուծել ենք մի շարք տվյալներ և այժմ կներկայացնենք մեր արդյունքները։ Ինչպես նաև զարգացրել ենք նախագծի ընթացքում մի շարք միջոցներ, որոնք ինքնադատական մտածողությունը, թիմային աշխատանքը և գիտական համագործակցական հմտությունները։ Մեր հետազոտական ընթացքներ, ինչպես է շրջակա միջավայրի տարբեր պայմանները, տարբեր էկոհամակարգում, ազդում կենսաբազմազանության, մթնոլորտային խաղաղության, ֆիզիկական պարամետրերի, նյութերի հատկությունների և անհատ տվյալների փոխանցման վրա։ Հետազոտությունն իրականացել ենք 3 տեղամասերում՝ Ճեմարանի բակում, Սևանի ջիախում և Դիրջանի ազգային պարկում։ Ուսումնասիրել ենք լույսի, խոնավության, ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման ազդեցությունը, կենդանի օրգանիզմների, տեխնոլոգիական գործընթացների, նյութերի և մարդկանց վրա։ Ուրեմն նախագծի քիմիայի բաղադրիչի համար մենք չափել ենք տարբեր վայրերում շրջակա միջավայրի պայմանների ազդեցությունը օդի մաքրության վրա։ Ինչպես արդեն նշվեց, հետազոտությունը կատարել ենք 3 դիտարկման վայրերում ու կատարել ենք 5 հետազոտություն՝ ածխաթթու գազի կոնցենտրացիայի չափումը, թթվածնի հագեցածության չափումը, TVOC կամ Total Volatile Organic Compounds կամ ինքն է գումարային ցնդող օրգանական միացությունների կոնցենտրացիայի չափումը, ինչպես նաև ջերմաստիճանն ու խոնավությունը։ Ստեղծել ենք հետևյալ սարքավորումները, որպեսզի կատարենք մեր փորձերը եւ սակայն մինչեւ անդրադառնալը հենց մեթոդին եւ արդյունքներին ցանկանում եմ հակերճ բացատրել թե ինչ է TVOC-ն։ Ուրեմն գումարային օրգանական ցնդող միացությունները քիմիական օրգանական նյութեր են, որոնք հեշտ կոլորշիանում են, որպես օրինակ բենզոլը կամ ֆենոլը։ Եվ TVOC-ն լայնորեն օգտագործվում է որպես օդի որակի ցուցանիշ, քանի որ այն մեծ ազդեցություն ունի մարդու առողջության վրա եւ բարձր ցուցանիշների դեպքում հանգեցնում է գլխապտույտի, աչքերի կամ շնչառական ուղիների գրգռման, ինչպես նաեւ կարող է ունենալ երկարատև առողջական հետևանքներ։ Կատարած հետազոտությունը ներառում են չափումներ 3 վայրում՝ Շիրակացու ճեմարանում, Սևանում, ինչպես նաեւ Դիրջանի ազգային այգում։ Եվ փորձը կատարել ենք խմբերով, 5 խմբերով, մի քանի անգամ, որպեսզի կարողանանք ստանալ լավեր եւ ճշգրիտ արդյունքներ համեմատության համար։ Հիմա անդրադառնանք արդյունքներին, ուրեմն վայր 1-ում Շիրակացու ճեմարանում գրանցվել է ածխաթթու գազի ամենաբարձր կոնցենտրացիան 405 parts per million, ինչպես նաեւ TVOC-ի ամենաբարձր կոնցենտրացիան 0.220 parts per million, ինչը վկայում է մարդկային ազդեցությունը օդի որակի վրա, քանի որ ուրբանիզացված վայրերում ավելի շատ է մարդկային գործունեությունը, հանգեցնելով օրինակ գործարանների կողմից թափոնների, այնուհետև գրանցվել է ածխաթթու գազի ամենացածր կոնցենտրացիան 390 parts per million, ինչի հետևանքով ամենաբարձր թթվածնի հագեցվածությունն է գրանցվել աշակերտների մոտ 97.5% եւ TVOC-ի ցածր մակարդակ եւս տեսել, որը փաստում է ավելի մաքուր օդի մասին, հավանաբար բուսականության պատճառով, եւ վերջապես Դիլիջանում ունեցել ենք նույնպես TVOC-ի եւ ածխաթթու գազի ցածր կոնցենտրացիաներ, փաստելով բուսականության կարևորության մասին օդի մաքրության վրա,
Եվ ամփոփելով մեր արդյունքները ցույց են տալիս, որ օդի մաքրությունը դե բնականաբար կապված է մարդկային գործունեության ծավալման հետ ու խիստ կարևոր է ճիշտ TVOS-ի մոնիթորինգի համար, որովհետև ժամանակի մեծ մասը մենք անցկացնում ենք դրսում եւ քանի որ TVOS-ի բարձր կոնցենտրացիաները խիստ կարևոր են, խիստ վտանգավոր են մարդու առողջության համար, հետեւաբար կարևոր է դրանց ճիշտ մոնիթորինգ։ Հաջորդեք կենսաբանություններ, մեր հետազոտական հարցներ, որքանով է հողի կառուցվածքային եւ որակական առանձնահատկությունները ասում բույսերի կենսաբազմազանության եւ քլորոֆիլի պարունակության վրա, Երևանի Դիլիջանի ազգային պարկի եւ Սևանարիչի շրջակայքում։ Այս հարցին պատասխանելու համար իրագործել ենք 4 հիմնական հետազոտությունները։ Առաջինը եղել է կենսաբազմազանության ուսումնասիրությունը քառակուսային պատահական մշակման միջոցով։ Տեղանքում յուրաքանչյուր մանդատները տեղակայվել են պատահական սկզբունքով կողմնակալությունը դեղացնելու համար։ Յուրաքանչյուր մանդատում բույսերի տեսակները հիմնականացվել եւ դասակարգվել են որպես միաշակի եւ երկշակի, այնուհետեւ հաշվարկվել է դրանց քանակը եւ արդեն ստացված արդյունքների հիման վրա հաշվարկվել են Սիմփսոնի կենսաբազմազանության ինդեքսը։ Երկրորդ հետազոտությունը եղել է հողի կառուցվածքային տիպի որոշումը։ Հողի նմուշները խառնվել են ջրի եւ հեղուկ օճառի հետ, ապա թողնվել են նստեցման։ Այնուհետև ավազի տիղմի երկավի տոկոսային հարաբերակցությունը որոշվել է եռանկյան հողի կառուցվածքային տիպերի եռանկյան միջոցով։ Երրորդ փորձը եղել է հողի որակական հատկությունների որոշումը pH-ի ջերմաստիճանի եւ խոնավության չափումների միջոցով, որոնք կարևոր գործոներ են բույսերի աճի համար եւ վերջի փորձը եղել է քլորոֆիլի օպտիկական կլանման եւ օպտիկական թափանցելիության ուսումնասիրությունը քլորիմետրի միջոցով։ Էթանոլի միջոցով ստացվել է տերևների քլորոֆիլի էքստրակտ եւ քլորիմետրով չափվել է դրանց կլանումը եւ օպտիկական թափանցելիությունը։ Բարձր կլանումը կայում է քլորոֆիլի բարձր կոնցենտրացիայի եւ ֆոտոսինթեզի ավելի մեծ ակտիվության մասին։ Արդյունքների վերլուծությունը ցույց տվեց հստակ կապ հողի կառուցվածքային որակական առանձնահատկությունների եւ քլորոֆիլի պարունակության ու կենսաբազմազանության միջեւ։ Գերմանիայի տարածքում հողը ուներ ամենաբարձր կավի պարունակությունը եւ միջին խոնավություն, ինչը համընկնում է քլորոֆիլի ամենաբարձր միջին կլանման եւ ամենացածր թափանցելիության հետ։ Սա վկայում է նրա մասին, որ կավային հողերը ավելի լավ են պահպանում ջուրը եւ սննդանյութերը, սակայն այստեղ կենսաբազմազանությունը սահմանափակ է միայն երկշակի բույսերով։ Սևանի տարածքում հողը հիմնականում տիղմային էր եւ ուներ ամենաբարձր խոնավությունը։ Այս պայմաններում դիտվեց միջին մակարդակի կենսաբազմազանություն եւ քլորոֆիլի միջին կլանման արժեքներ։ Դիլիջանում հողը հիմնականում ավազոտ էր, ցածր կավի պարունակությամբ եւ բարձր խոնավությամբ։ Այստեղ արձանագրվեց քլորոֆիլի ամենացածր կլանումը եւ ամենաբարձր փոխանցումը, ինչը ցույց է տալիս քլորոֆիլի ցածր կոնցենտրացիաներ։ Սակայն չնայած դրան Դիլիջանում դիտվում էր համեմատաբար բարձր բազմազան բուսական համայնք։ Տեսափակելով մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հողի կառուցվածքը եւ հողի հատկությունները էականորեն ազդում են թե բույսերի կենսաբազմազանության եւ թե քլորոֆիլի կլանման եւ թափանցելիության վրա։ Կավային հողերը նպաստում են քլորոֆիլի բարձր կոնցենտրացիայի, մինչդեռ ավազոտ հողերը բավարար խոնավություն պայմաններով կարող են ապահովել ավելի մեծ կենսաբազմազանություն։ Ֆիզիկայի շփոթել ենք լույսի ինտենսիվությունը, բանկիսական ֆիզի ուժգնությունը, նաև շրջանային ճառագայթումը մեր հիպոթեզի մեջ ներառված էր, որ վենիվների ընթացքում վենիվները փոխելուց ճառագայթման ուժգնությունը ցածրանալու է, իսկ լույսի սպեկտրան մեծանալու։ Օգտագործել ենք մագնոմետր, սպեկտրալ լույսի սենսոր, նաև ճառագայթման դետեկտոր փորձեր կատարելու համար։ Երեք վենիվների մեջ լույսի ինտենսիվությունը չափելուց չափել ենք համբաց տարածքում, նաև ստվեր տարածքում, բոլոր տեղում չափել ենք նմանատիպ condition-ների մեջ եւ մեր մագնիսական ուժգնությունը նաև շրջանային առաջին վենիում մագնիսական ուժգնությունը ամենաբարձրն էր, ճառագայթումը շրջանային երրորդ վենիում էր ամենաբարձրը, իսկ տեսանելի լույսը
ոնց տենում եք ամեն մի venue-ում ավելի շատ էր, քան լեսի ընդհանուր սպեկտրանները, բայց սպեկտրանների միջից կարմիր և կապույտ լեսերը բոլոր 3 venue-ներում ամենաշատն են նկատվել։ Դիզայնի տեխնոլոգիայի դասընթացի նպատակները ուսումնասիրել օդի խոնավության ազդեցությունը նյութերի էլաստիկության վրա, հետազոտական հարցները ինչ չափով է խոնավությունը ազդում նյութերի էլաստիկության վրա, իսկ հիպոթեզն էր, որքան բարձր է խոնավությունը, այդքան բարձր է նյութի էլաստիկությունը։ Մենք օգտագործել ենք դեռ սարքավորումները չափումները կատարելու համար։ Ամեն վայրում մենք կատարել ենք չափումները, փուչիկները քշելով նույն քանակությամբ, ապա չափելով նրանց ծավալները։ Արդյունքում ստացվել է, որ ճեմարանում, որտեղ եղել է ամենաքիչ խտությունը 20-ով, եղել է փուչիկի ամենափոքր ծավալը, իսկ դիլիջանում, որտեղ եղել է 42 խտությունը, եղել է ամենաբարձր փուչիկի ծավալը։ Այսպիսով արդյունքում այս վարքագիծը վկայում է, որ խոնավության կլանումը մեծ ազդեցություն ունի նյութի էլաստիկության վրա, քանի որ ավելի խոնավ պայմաններում նյութը կլանելով խոնավությունը դառնում է ավելի էլաստիկ, ինչը նշանակում է, որ հիպոթեզը հաստատվում է։ Անցնելով համակարգչային գիտության դասին, ուրեմն մենք կատարել ենք փորձ երկու տարբեր մոտ և հեռու հեռավորությունների վրա մեր անձնական հեռախոսներով իրար փոխանցել ենք 50-ից 60 մեգաբայթ չափսով ֆայլեր ու որպեսզի հասկանանք ինչքանով է ֆայլերի անլարժ տեխնոլոգիաներով ֆայլերի փոխանցման արդյունավետությունը կախված օդի խոնավությունից ու ջերմաստիճանից։ Ինչպես տեսնում եք, ամենամոտ հեռավորությունում ամենաարագ ֆայլերի փոխանցումը եղել է Սևանում, փոքր հեռավորության վրա 35.5 մեգաբիտ վայրկյան եւ երկր հեռավորության վրա 27.5 մեգաբիտ վայրկյան, բայց ինչպես կարող եք նաև տեսնել, որ հենց Սևանում օդի խոնավությունը միջին էր, ինչպես նաև բայց համել օդի ջերմաստիճանը ամենացածրն էր, սակայն անցնելով Դիլիջանին, որտեղ որ օդի խոնավության ամենաբարձր տոկոսն էր 46.3 ու ամենաբարձր ջերմաստիճանն էր 24.5, տվյալների փոխանցումը երկու դեպքում էլ եղել է ամենացածրը, ամենատանդարը 9.93 ու 10.25, ինչը նշանակում է, որ մեր հիպոթեզի սկզբանե հաստատվում է, որ ինչքան օդի խոնավությունը բարձր, ջերմաստիճանը բարձր է, այդքան մեր արդյունավետությունը ֆայլերի փոխանցման իջնում է։ Այսպիսով, էկոհամակարգերը գործում են որպես փոխկապակցված համակարգեր, որտեղ շրջակա միջավայրի տարբեր գործոնները մշտապես փոխազդում են միմյանց հետ։ Միջառարկական հետազոտությունները հնարավորություն է տալիս այս գործընթացները ուսումնասիրել տարբեր գիտական տեսանկյուններից, ապահովելով շրջակա միջավայրի դինամիկայի ավելի խորը ըմբռնում։ Այս նախագիծը նպաստեց գիտական առարկաների միջև համագործակցության բարելավմանը, քանի որ մենք աշխատում ենք միասին, տարբեր առարկաներից ստացված գիտելիքները համադրելով։ Այն օգնեց զարգացնել միջառարկական մտածողություն։ Հնարավորություն ունեցանք տեսական գիտելիքները կիրառել իրական միջավայրում, իրականացնել չափումներ և ուսումնասիրություններ։ Հետազոտության արդյունքները ներկայացված են պաստառի միջոցով, ավելի խոր ինֆորմացիայի համար կարող եք օգտվել մեր բուկլետներից, իսկ այժմ դիտենք Group4-ի մեր տեսահոլովակը։ Conversations, all my friends are
ընկերներ, մենք 11-րդ դասարանի հեղինակային ծրագրի ուսանողներն ենք։ Բնագիտություն առարկայի շրջանակներում բոլորս բաժանվելով ենթախմբերի կատարել ենք հետաքրքիր հետազոտություն։ Բոլոր հետազոտության շրջափուլերով ստեղծել է ամփոփման տարբեր պրոդուկտներ, տեսաֆիլմ, պոստեր, գործածվող սարքերի կիրառման մակետ, հետաքրքրաշարժ խաղ։ Մենք 11-55 խմբի ուսանողներս հետազոտության ողջ ընթացքը եւ արդյունքները ներառել ենք կարճ տեսահոլովակում, որը այժմ կներկայացնենք ձեր ուշադրությանը։ Մենք շիրակացի ջմալի 11-րդ դասարանի արվեստագետներն ենք։ Բնագիտության դասաժամային բոլոր սովորել են ուսանողների մասին։ Դարձել է այն բնագիտությունը, որը բնությունը կանաչ է դարձնում։ Առանց դրա կենսանուններ երկրների շատ։ Արվեստի միջմերով գործան նպատակել որոշել ծրագրերի միջին որոշելի քանակը եւ համեմատել տվյալները։ Դասարանի այգի հասերին պես սոֆտվեր սարքերության մի որոշեցի փոքր դահաշը։ Սարքի հետական զոհը դպեցի հողի մեջ, միացեցի սարքի եւ տվյալները գրանցի Օդի խոնավությունը, ջերմաստիճանը, աստղածություն գազը, ֆորմալ տեխնիկը եւ ցնդող միացությունների մակարդակը ստուգելու համար անհրաժեշտ է միացնել Air Quality Detector սարք։ Այն երկու րոպե հետարկվող ստուգման տվյալները այնուհետև անցկացվում։ Քլորոֆիլի քանակը որոշել ենք արդեն շիրակացի ջերմանի լաբորատորիայում քլորիմետր սարքի օգնությամբ։ Ամանի մեջ մարասել ենք տերևները, ավելացրել էթանոլ եւ տրորել ենք այնքան, մինչև անջատվել է քլորոֆիլը։ Իշխում ենք տերևի մասիկների հեղուկից, հեղուկը լսում ենք կյուվետի մեջ, որը բռնում ենք միայն շերտավոր կողմերից։ Կափայիչով փակում ենք կյուվետը եւ տեղադրում կոլորիմետրի մեջ այնպես, որ լույս անցի հատկատերով։ Կոլորիմետրի կափարիչը փակում ենք, միացնում ենք այն լավ կոսմինին։ Այն միացում ենք համակարգչին եւ համակարգչին բացում ենք համապատասխան ծրագիրը։ Միացնում ենք կոլորիմետրը եւ համակարգչով դասում ենք լույսի գնալման եւ թափանցելիության ցուցանիշները արտահայտված տոկոսով։ Տվյալները գրանցելուց հետո անջատում ենք համակարգիչը, անում դարեր եւ կոլորիմետրից անում տվյալները։ Այն դատարկում ենք եփիվալի մի քանի անգամ քրած չլոր։ Վարքավարի այգին հասելպես մենք սրտեսը սարքավորություն որոշեցինք հողի դահաշը։ Մենք սարքի ներդրական ծրագրի գծեցինք սարքը եւ տվյալները գրանցեցինք։ Այսպիսով հետազոտություն կատարելուց հետո հասկացանք, որ դեղին տերևներում քիչ քլորոֆիլի պատճառով թափանցելությունը ավելի բարձր է, իսկ կանաչներում ցածր։ Տեսանյութի միջոցով ծանոթացանք ընդհանուր հետազոտությանը, սակայն յուրաքանչյուր ենթակում յուրովի է ամփոփել աշխատանքը, ստեղծելով տարբեր պրոդուկտներ։ Այժմ մենք կներկայացնենք մենք ստեղծած պոստերը։ Հետազոտության նպատակն է Երևանի եւ հարակից տարածքների միջավայրի համալիր գնահատումը ֆիզիկական, քիմիական եւ կենսաբանական պարամետրերի չափման միջոցով, ինչպես նաեւ մարդածին գործունեության վերլուծությունը։ Հետազոտման հարցն է. ինչպես են փոխկապակցված Երևանի եւ հարակից տարածքների միջավայրերի ֆիզիկական, քիմիական եւ կենսաբանական պարամետրերը եւ ինչպիսին է դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Այժմ խոսքը փոխանցենք մեր գործընկերներին, որպեսզի ավելի մանրամասն ներկայացնեն հետազոտության մեթոդները։ Հողի եւ օդի որակի ստուգում։ Soil tester, հողի որակի ստուգման սարք, soil tester-ի մասին փոքր խոսենք։ Սա այն սարքն է, որի միջոցով կատարել ենք հողի որակի ստուգման փորձը։ Այն խոնավությունը, վերիությունը եւ այլ հատկանիշները ստուգող սարք է, որը հնարավորություն է տալիս ֆերմերներին եւ այգեպաներին ստեղծել լավ պայմաններ բույսի օպտիմալ աճի համար, բացահայտելով թե ինչ է անհրաժեշտ հողին։ Ինչ է չափում նրանք։ pH, այսինքն թթվալիություն կամ ալկալիություն, թթվայնությունը դա 7-ից ցածր ցուցանիշն է, իսկ ալկալիությունը 7-ից բարձր։ Խոնավություն, թե որքան խոնավ կամ չոր է հողը, օրգանական նյութերը, այսինքն քայքայված կենսական կամ բուսական նյութերը արկա հողում եւ նույնիսկ ջերմաշան, բույսերի վրա ազդող շրջակա միջավայրի գործոնները։ Ինչպես է աշխատում սարքը։ Անհրաժեշտ քայլերը ըստ հերթականության, առաջինը հողի նախապատրաստություն, անհրաժեշտ է ընտրել այնպիսի տարածք, որտեղ կլինի փոքր խոնավ եւ որոշ խորություն ունեցող հող, մաքրում եք սենսորը, լվանում եք ներդավական սենսորը, զգուշորեն մողում եք սենսորը հողի մեջ, մինչև լինի այնպիսի խորություն, որպեսզի ցուցմունքները հնարավոր լինի ստանալ, սպասում եք, թողում եք, որպեսզի ցուցմունքները կայանան եւ ցուցադրում եք, ապա մաքրում։ Գրանցում եք ցուցմունքները, ապա հանում եք սենսորը, լվանում այդ որակի ջրով, այնուհետև պահելուց առաջ անպայման սրբում եւ մաքրում։ Օդի որակի սենսոր։ Այժմ ներկայացնեմ օդի որակի սենսորները։
Ներկայումս մենք բոլորս մեր ժամանակի մոտ 80-90% անցկացնում ենք փակ տարածքում, ուստի օդի մաքրությունը շատ կարևոր պայման է մեր առողջության համար։ Օդի որակին սենսորները հնարավորություն են տալիս մշտապես հետևել օդի աղտոտվածության մակարդակին, հայտնաբերել դրանում առկա աղտոտիչները եւ կանխել դրանց ֆինանսական ազդեցությունները։ Օդի որակի սենսորները վերահսկում են օդի խոնավությունը, ջերմաստիճանը, CO2-ը եւ ցնդող օրգանական միացությունները։ Ինչպես է սարքը աշխատում, որպեսզի սարքը միացնենք մի փոքր երկար ենք սխվում դրա կոճակին, այնուհետև պահում ենք այն մեր շնչելու բարձրության վրա եւ սպասում մոտ 1-ից 2 րոպե, որպեսզի տվյալները հայտնվեն էկրանին։ Սպասելուց հետո կարող ենք էկրանին տեսնել այնպիսի տվյալներ, ինչպիսիք են CO2-ը, ֆորմալդեհիդը եւ այլ ցնդող օրգանական միացություններ, ջերմաստիճանը եւ օդի խոնավությունը։ Ինչ է կոլորիմետրը։ Կոլորիմետրը սարք է, որը չափում եւ քանակապես որոշում է նմուշից արձակված լույսի քանակը։ Այն հիմնականում կիրառվում է արտադրական նմուշի եւ գունային ստանդարտների միջև տարբերությունները որոշելու նպատակով։ Այս դեպքում մենք կիրառել ենք տերևների քլորոֆիլի տարբերությունը հասկանալու համար։ Սարքի այս էջում կարող եք տեսնել մեր կատարած փորձը քայլերի հերթականությամբ, որը ավելի մանրամասն ներկայացվեց տեսանյութում։ Այժմ ներկայացնենք ձեզ մեր պրոդուկտը, որը մենք ստեղծել ենք մեր հետազոտության ընթացքում, որը արկիստի լիճի մակետն է, որը բաղկացած է 3 մասից՝ բուսականության, հողի եւ ջրի հատվածներից։ Սա հենց կոլորիմետրն է, այն աշխատում է այսպիսի համակարգի հետ միասին, որը միանում է համակարգչին եւ արդեն կարող ենք տեսնել արդյունքները։ Օգտագործելու համար նաեւ բացում ենք այստեղից եւ այնտեղ ենք տեղադրում կյուվետը, որի մեջ գտնվում է մեր տերևների եւ սպիրտի լուծույթը։ Օդի որակյալ ստուգող սարքը անհրաժեշտ է ուղղակի սեղմել վերևի կոճակին, մի փոքր երկապահել, այնուհետև տեսնել 120 վայրկյանից գնացող վայրկյանաչափը, որը կօգնի մեզ, որպեսզի տվյալները կայունանան, ապա միասին կհետազոտենք տվյալները։ Հիմա խոսքը փոխանցենք մեր գործընկերոջը։ Արկիստի լիճը, ջրբաժանատար պարկը եւ Շիրակացու ջրմարանը բնութագրվում են տարբեր միկրոկլիմայական եւ էկոլոգիական պայմաններով։ Շիրակացու ջրմարանի բաց տարածքում արձանագրվել է լույսի ինտենսիվության ամենաբարձր արժեքը, ինչը պայմանավորված էր բաց քաղաքային միջավայրով եւ սերային գործոնների բացակայությամբ։ Այստեղ հողը հիմնային էր, ջրբաժանատար պարկում լույսի ինտենսիվությունը նվազում է ծառերի ստվերի եւ խիտ բուսածածկույթի պատճառով, հողը թեթև-թթվային էր, ինչներ կարելի է կապել նաև բուսական մնացորդների քայքայման եւ օրգանական նյութերի կուտակման հետ։ Արկիստի լիճի տարածքում լույսի ինտենսիվությունը համեմատաբար ցածր է, ինչը պայմանավորված է ջրի մակերեսից առաջացող գոլորշու եւ լույսի մասնակից հրմամբ։ Այստեղ հողը չեզոք է, ինչը նաև կարող է բացատրվել ափամերձ հողերում խոնավության բարձր մակարդակով։ Ընդհանուր առմամբ կատարված տվյալներից կարող ենք կատարել հետևյալ եզրակացությունները, որ տարածքի ֆիզիկական կառուցվածքը, օդի խոնավության մակարդակը եւ մարդածին գործոնները համատեղ ազդելով ձևավորում են օդի որակը, լույսի ինտենսիվությունը, հողի քիմիական հատկությունները եւ միկրոկլիմայի ընդհանուր պատկերը։ Կատարված հետազոտությունների արդյունքների հիման վրա առաջարկվում է իրականացնել նպատակային քայլեր, ուղղված շրջակա միջավայրի պահպանմանը եւ բարելավմանը։ Արկիստի լիճի տարածքում առաջարկվում է վերահսկել ջրի մաքրությունը, ինչպես նաեւ հողի կառուցվածքը, ականփելով ել ավելի հիմնայնացումը։ Իսկ ջրբաժանատար պարկում առաջարկվում է զարգացածների մոտ ավելացնել տեղեկատվական ցուցանակներ։ Ինչ վերաբերում է Շիրակացու ջրմարանի տարածքին, առաջարկվում է ավելացնել կանաչապատումը ջրմարանի եւ հարակից շրջաններում օդի աղտոտվածության նվազեցման նպատակով։ Շնորհակալություն։ Այժմ ամփոփենք մեր տվյալները։ Ինչպես կարող եք տեսնել, CO2-ը եւ այլ ցնդող օրգանական միացությունները նորմալ են եւ դրանց քանակը շատ չէ։ Ջերմաստիճանը 23 աստիճան եւ խոնավությունը 48 աստիճան, որը նորմայի սահմաններում է։ Այսքանը շնորհակալություն։ Իսկ այժմ խաղանք մի հետաքրքիր խաղ միասին, որի միջոցով կկարողանանք ամփոփել մեր կատարած հետազոտությունների արդյունքները, ինչպես նաեւ կատարած փորձերի ընթացքը։
Բարձրաբեր, որ չի ստանալ իր ցանկը։